Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խնդրում է 20 րոպեի միջը։ Հրատապ, իսկ ըստ ընդդիմության հապշտապ կարգով հրավիրված արտահերտ նիստում ԿՊԱ-ականներից ավելի քան 1 ժամ պահանջվեց իրենց իսկ հեղինակած նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Քանի որ քվեարկության դրվող օրենքը սահմանադրական է, անհրաժեշտ էր падգամավորների կողմ ձայների առնվազն 3/5-ը, 65 քվե։ Ընդմիջում 20 րոպե։ Ստանում եմ սա վերջինն է այսօր։ Երրորդ փորձից միայն ապահովեց բավարար թվով իշխանական падգամավորների ներկայությունը դահլիճում։ Քվեարկություն խնդրում ուշադիր լինել։ Կողմ 66, դեմ 16, ձեռնպազրով որոշում ընդունվել է։ Ինչու է մեծամասնությունն ընտրություններից 2 ամիս առաջ ցանկանում փոխել ընտրական օրենսգիրքն ու արգելել դաշինքների անվանման մեջ որևէ անձի անունը։ Դրա հիմնավորումը եղել է այն, որ չնայած այն բանին, որ 2021 թվականին մենք ամբողջությամբ անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի, սակայն թե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ թե նաեւ համամասնական ընտրակարգով իրականացվող թիմ ընտրությունների ժամանակ շարունակվում են օգտագործվել անձնանուններ, որոնք որևէ կերպ չեն բխում համամասնական ընտրակարգի էությունից։ Ընդդիմադիրները հակաիրավական են համարում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Ասում են, դա հակասում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։ ԿՊ-ն ընդունում է այդպիսի առաջարկություններ իրոք կան, բայց դրանք չեն վերաբերում իրենց բերած այս առաջարկին։ Նախագիծն ավելի պատկերավոր այսպես են հիմնավորում։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ուժեղ Քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց Ձեթոտ Պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տես մի բան լինի։ Այսինքն եթե ուժեղ Քյաբաբ կամ Ձեթոտ Պերաշկի այդքան զազելի է հնչում, Ձեթոտ Պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին Ձեթոտ Պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Լավ, ակնհայտ է, չէ՞ որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փակել այդ տարբերակը։ Խոսքը դրան է վերաբերում, ոչ թե որովհետև մեկը քյաբաբ չի ուտում, մյուսի համար էլ Ձեթոտ Պերաշկին է տաճ։ Բայց Պերաշկի անուն չկա, որքանով ես գիտեմ, չէ՞, մենք անուններ են։ Չէ, բայց Ստյոպի մասը բաց եք թողում, է։ Իշխանականները 2 տարի անց են հասկացել, որ նախորդ փոփոխության ժամանակ վրիպակ է եղել, որը հիմա ցանկանում են շտկել։ Ասում են անտրամաբանական է, երբ գործող կարգավորումներով կուսակցությունների անվանումների մեջ արգելվում են անձնանունները, իսկ դաշինքների դեպքում ոչ։ Հիմա եթե մի վրիպակի պատճառով, որը իդեպ մենք կարող էինք ուղղել նույնիսկ առանց քվեարկության, կարող էինք ուղղակի խմբագրական ձևով ուղղել։ Այդ բանը վրիպել է եւ մենք ըստ էության պաշտպանում ենք այն, ինչը դուք էիք ասում, այսինքն, ասենք, պատկերացրեք հիմա դաշնակցությունը սկսի կոչվել, չգիտեմ, Արծվիկ Մինասյան, դաշինք կամ Արմեն Ռուստամյան կամ Քոչյան, սա այդպես մենք հատուկ անցանք 100% համամասնականի, որ անձերից ընտրությունները, որ անձերից դառնան կուսակցությունների շուրջ, դառնան քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք, չէ, ինչ եք անձերի անունը արգելում օգտագործել դաշինքի անվան մեջ։ Անձնավորման մասին եք խոսում, այ մարդ, այսքան կարճ հիշողությունը չպետք է լինի էլի մարդու։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Ոչ չէ։ Պարոն Ալեքսանդրյան, ձեր խոսքը անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին։ Դուք էսի չեք խոսում։ Բայց մի փաթեթավորեք սա այս իրավիճակում եւ տարեք տեխնիկական վրիպակ էր էլի եւ այլն։ Անկամ նույնիսկ եթե դա տեխնիկական վրիպակ էր, դուք իրավունք չունեիք 2 ամիս առաջ քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում այս փոփոխությունն անեիք։ Ուզեք թե չուզեք, սա քաղաքական հետևանք է առաջացնում։ Քննարկմանը զուգահեռ նախագծի դեմ ուժեղ Հայաստան կուսակցություններ ակցիա իրականացնում խորհրդարանի մոտ, ասում են արտահերթ նիստն ու հապճեպ փոփոխություններն իշխանության վախերի մասին են խոսում։ Տեսնում ենք, չէ, հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։
Բայց սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ, սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Անձնանուններից բացի նույն փաթեթով ԿՊ-ն եւս մեկ փոփոխություն է առաջարկում։ Ցանկացած քվեաթերթիկ, որը պարունակում է սահմանված ձևից բացի որևէ այլ գրառում, պետք է համարվի անվավեր։ Անվավեր է ճանաչվում նաեւ այն քվեաթերթիկը, որի հետ ծրարում կլինի այլ իր, օրինակ թուղթ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։